Բարև ձեզ։ Շնորհակալություն Հայելի ակումբին հրավերի համար։ Գիտեք, այնքան շատ են թեմաները հարափոխող, իրար աջորդող, որ երևի կդժվարանամ այդ բոլոր կարևոր թեմաներին անդրադառնալ։ Կանրադառնամ մի 3-4 թեմաների, որոնք այսպես թե այնպես առնչվում են մեր պետության համտանգային հարցերին, ներքաղաքական զարգացումներին եւ վերջում կանրադառնամ հարցին, թե վերջապես ինչպես իրականացնել իշխանապողություն եւ ինչպես ազատվել այս ազգադար իշխանություններից։ Բնականաբար առաջինը փորձեմ անդրադառնալ Իրան-Իսրայել պատերազմին։ Բավականին շատ գրվում է այդ մասին, նրանք ովքեր հետաքրքրված են, կարծում եմ բավականին տեղյակ են ինչ է կատարվում։ Ընդհանուր մի քանի այսպես ձևակերպումներով պետք է ասեմ հետեւյալը, որոնք առնչվում են մեր պետության անվտանգային հարցերին։ Այս պատերազմի հետագա շարունակությունը կարող է ողբերգություն բերել ոչ միայն տարածաշրջանին, այլ ամբողջ աշխարհին, եթե չասեմ մոլորակին։ Ճիշտ է, այսպես հիմնական տերությունները, գերտերությունները, ովքեր կարող են իրական ազդեցություն ունենալ պատերազմի կանխմանը, հայտարարում են, որ պատրաստ են եւ այլն, բայց առայժմ նոր թափ է ստանում պատերազմը, նոր զենքեր են խաղի մեջ մտնում, այսպես ասած, եւ երևի թե այսօր չի կարող լինել մեկը, որը կոնկրետ կարող է ասել, թե երբ կավարտվի, ինչով կավարտվի, հատկապես որ նկատի ունենանք, որ հիմնական դերակատարները, այսինքն այդ գերտերությունները կարողանում են օրվա ընթացքում փոխել իրենց կարծիքները, մասնավորապես ես կառուցնացնեի Թրամփին, Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտին, որը այսպես իրար հակասող երբեմն ձևակերպումներ է տալիս, հարցեր է առաջ քաշում։ Ես կարող եմ նշել, որ կարծեմ երեքշաբթի, թե երեքշաբթի էր, որ իր օգնականի, իր աշխատակցի միջոցով հայտարարեց, որ Իրանի վրա հարձակման ծրագիրը պատրաստ է, բայց առայժմ չեմ ուզում գործադրել, բայց մի քանի ժամ հետո կամ դրանից էլ առաջ ասել էր, որ ինքը չի ուզում մասնակցել այդ պատերազմին եւ ինքը ընդհանրապես մասնակցություն չունի, այսինքն Ամերիկան։ Չգիտեմ, գուցե էլ ինչ-որ ինֆորմացիաներ կան, համենայն դեպս այն ինֆորմացիան, որը կա լրատվամիջոցներում եւ կարողանում ես ծանոթանալ այդ ինֆորմացիային, քիչ դժվար է հասկանալ, թե ով ինչ է ուզում։ Հետո կան դաշնակիցներ, որոնք այսօր ճշնամիներ են դարձել, օրինակ մի պարզ օրինակ բերեմ, որ փաստորեն Պակիստանի հետ մեր հարաբերությունները գիտեք ինչպիսին են, նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունենք, շատ ճշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ եւ հատկապես 44 օրյա պատերազմին անթաքույց օգնում էր Ադրբեջանին, այսօր օգնում է Իրանին եւ գիտեք, Հնդկաստանը ունի որոշակի խնդիրներ Պակիստանի հետ, Հնդկաստանը իր քրոշումը ի օգուտ Իսրայելի արտահայտել, կամ Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի պահվածները, Ռուսաստանը շատ հստակ ասում է, որ ուզում եմ որ կանխվի պատերազմը եւ իմ մասնակցությունը միջնորդությունը բերեմ, նաեւ հասկանալի է այն առումով, որ Ռուսաստանը ունի Ուկրաինայի հետ պատերազմ երկու ճակատով կամ ինչ-որտեղ ներգրավվածության հարց է առաջանում, հասկանալի է, որ ձեռնտու չի Ռուսաստանին, գիտեք, երբ նայում եմ այսօր զարգացումներին, մի ցավալի օրինակ կարող եմ բերել, տա Աստված սխալվեմ, հիշում եք 90-ականների վերջին Բալկաններում երբ սկսվեց այն ինչ որ կատարվեց, նաեւ պատերազմական գործողություններ եւ այլն, կարծես թե Ռուսաստանն ու Ամերիկան պայմանավորվեցին, որ Ամերիկան ամբողջությամբ թողնում է Միջին Արևելքը, Մերձավոր Արևելքը Ռուսաստանի, ուրեմն տնօրինության տակ ինքը զբաղվելու էր Բալկաններով եւ ցավոք սրտի բավականին վատ արդյունք գրանցվեց իմ կարծիքով։ Սա ինչ եմ ասում, որ հնարավոր է, որ ինչ-որ գերտերությունները, մեծ հնարավորությունները, հնարավոր է, որ նույնպես քաղաքական տրամաբանության մեջ մտնեն եւ այդ դեպքում մի քիչ դժվար կլինի ասել, թե ինչ ավարտ կունենա այս զարգացումները։ Այս առումով, գիտեք, Ժիրինովսկին, որը անկախ այն բանից ինչ մոտեցում ունենք Ժիրինովսկու նկատմամբ, բայց մահանալուց 1-2 տարի առաջ մի հետաքրքիր հայտարարություն արեց, որ երրորդ համաշխարհային պատերազմը արդեն տեսնում է դա եւ այն կարող է սկսվել Իսրայել-Իրան պատերազմով եւ պարզվում է, որ այդ փաստը կա, դառնա համաշխարհային, թե ոչ դա ժամանակը ցույց կտա, բայց նաեւ Ժիրինովսկին այսպես ձեռք է բերել քաղաքական, այսպես կոչված վանգայի կերպար եւ շատ իր
եզրույթներ, իր կանխատեսումներ իրականություն են դառնալու։ Դա աստված սխալվեմ, բայց ուզում եմ ասել, որ այդ մասին էլ ինչ-որ բայ եզրույթ է եղել։ Եվ եթե այդ գործողությունները ծավալվեն, այսպես վառվող կաթսայի է նմանվելու մեր տարածաշրջանը, իսկ գիտեք, որ նման դեպքերում հատկապես փոքր պետությունները խիստ տուժում են, դա եւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կան օրինակներ եւ երկրորդի ժամանակ, եւ չտա Աստված, որ իսկապես գործողությունները ընդլայնվեն եւ փորձանք դառնալ աշխարհի գլխին եւ կարելի մի ձևակերպում տալ, ոնց որ այս մոլորակը արդեն իր մարդկությունը արդեն իր ավարտին է գնում եւ իր ամեն ինչ արդեն իրականացրել է եւ կարծես թե ասում ես այլևս չեմ ուզում այս մոլորակի վրա մնալ։ Կոպիտ եմ ասում կամ մի քիչ երևի ոչ իրական բանով, բայց իսկապես անհասկանալի է, որ այս պահին այդպիսի գործողություններ, այդպիսի պատերազմներ տեղ ունեն։ Հաջորդը, որին ուզում եմ մեր անվտանգային խնդիրներից ելնելով ասեմ, որ բավականին ներգաղթ է արվում դեպի ուղղություն է վերցրել դեպի Հայաստան, մեղրին բավականին ծանրաբեռնված է, գիտեք Իրանում մենք ունենք տասնյակ հազարավոր հայեր, հայրենակիցներ եւ ինչքան հետևում ենք զարգացումներին, բավականին մեծ թվով գալիս են դեպի Հայաստան, բայց այստեղ մի ուրիշ հարց կա։ Հա, իհարկե որ գալիս են պետք է կարողանա պետությունը համապատասխան պես կառուցակարգերով, չգիտեմ, ծրագրով կարողանա ընդունել մեր հայրենակիցներին, որովհետեւ գիտեք 90 օրվա հնարավորություն ունեն իրենք առաջին մուտքով մնալ Հայաստանում, կարծում եմ պետք է կարողանալ դիմավորել մեր հայրենակիցներին, բայց վտանգը այն է, որ Իրանի քաղաքացի են որպես գալիս եւ ընդհանրապես Իրանի քաղաքացի իրանցի թե այ այստեղ արդեն այդքան էլ բան առաջին պլան չի մղում, ինչպես գիտեք Իրանում բավականին շատ հատկապես Ատրպատականի հատվածում ադրբեջանցիներ են ապրում, որպես Իրանի քաղաքացի կարող են, այսպես ասեմ, ներխուժել Հայաստան, ինչու ոչ նաեւ թուրքերը, մեր ներսի թուրքերը կարծես քիչ են, նրանք էլ կգան եւ հասկանում եք ինչ կարող են անել, առավել եւս որ բավականին վտանգավոր վիճակում են հայտնվել, հատկապես որ Թուրքիան եւ ադրբեջանական այդ տանդեմը արևմտյան Ադրբեջանի խնդիր վաղուց դրել է եւ պաշտոնապես եւ պետականորեն հետապնդում է այդ խնդիրը։ Դրա համար պետք է մեր կառույցները անպատասխան կարողանան զգոն լինել, ճշգրիտ քայլեր ձեռնարկել, չնայած երբ նայում ես ովքեր են այսօր այդ կառույցները ղեկավարում եւ ինչով են զբաղված այդ կառույցները, հիմա գինեկոլոգիայով են զբաղված, չգիտեմ, ուրոլոգիայով են զբաղված եւ այլն, չգիտեմ ինչով։ Եվ ինչքանով կարող են արդարացնել, մի քիչ կասկածելի է։ Շատ կարևոր է նաեւ խոսել առաջիկայում Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին, որովհետեւ գիտեք մենք երբեմն ես մի քիչ համաձայն չեմ, որ այսպես անվերապահորեն նրան անմեղսունակ ենք դիտում, ինչ որտեղ շատ ներողություն հիմարի կարգավիճակ ենք տալիս, ինքը գիտի ինչ է անում։ Թուրքիայի հետ մենք հարաբերություն չունենք դիվանագիտական։ Թուրքիան այն պետությունն է, որ Էրդողանը հայտարարել է, որ ես եմ հաղթել 44-օրյա պատերազմում, ինչը ենթադրում է, որ ես եմ գլխատել 5000 զինվորի, որ ես եմ էթնոզտել Արցախը, ցեղասպանել եւ ընդհանրապես Արցախը մաքրել հայերից։ Ինքը հայտարարել է, շատ անկեղծորեն այդ մասին ասել է։ Ես չգիտեմ ինչու է, ինքը կարողանում է թաքցնել։ Հիմա կանադառնամ հարցին, թե ինչպես է հասարակության ուշադրությունը շեղում, եւ ոչ ոք չի կարողանում իմանալ ինչու է գնում Թուրքիա։ Ես շատ մեծ մտավախություն ունեմ, Աստված դա չիրականանա, մտածում եմ, որ ինքը այնտեղից փաստաթուղթ է բերելու։ Մոտարապես այնպիսի փաստաթուղթ, ինչպես 22 թվականի հոկտեմբերի 6-ին, չէ՞, կարծեմ, այո, որ բերեց Պրագայից, որը կապիտուլյացիան վերջնական դարձրեց, երբ Մակրոնի, Միշելի, Ալիևի եւ իր ստորագրությամբ հայտարարվեց, որ այլևս Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Չի բացառում, որ փաստաթուղթ բերի, որտեղ ուղղակի նշված կլինի, կարող է հնարավոր է, դա ենթադրություն է, որ կարող է եւ չիրականանա կամ ռեալ չլինի, որ նաեւ Ալիևը լինի Թուրքիայում, ինչ որ մի փաստաթուղթ ստորագրեն, որտեղ խաղաղության պայմանագիր կոչված այդ զավեշտի հետ կապված, որտեղ նշված լինի նաեւ ինչ որ կետեր, նաեւ ինչ շատ մտահոգում է այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձը։ Հասկանում եք։ Դե ես հիշեցի, թուրքերը ունեին մի նախագահ, որը բավականին խելացի էր, Թուրգուտ Օզալ, 90-ականների սկզբին։ Գիտեք նա ինչ էր ասում, նա նախադել էր Ադրբեջանին, որ ինչու թույլ չտվեցի կրշակեն իրենց անկախությունը։
Եվ ցիտել էր, մեջ բերել էր, ասել էր Հայաստանում մենք արդեն գրեթե մեծ տոկոս ենք կազմում մեր բնական աճով։ Երևանի օրինակներ բերել էր, Վարդենիսի օրինակը, Ամասիայի օրինակներ, մի խոսքով օրինակներ էր բերել, եւ այդ ժամանակ ադրբեջանցիների եւ հայերի այսպես բնական աճը, ծննդաբերությունը 5:1 հարաբերակցության մեջ էր եւ նույնիսկ նշում էր թե քանի տարի հետո մենք արդեն կունենանք Նախիջևանի ճակատագիր, որովհետեւ հիշում եք Նախիջևանը հայերով էր տոկոսով ավել, բայց շատ կարճ ժամանակ հետո Նախիջևանը դարձավ միայն ադրբեջանական, հիշում եք, եւ Լոզանը նույնիսկ նախատել էր դրա համար։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ եթե այդ 300,000-ը վերադառնում են, իսկապես նրանք պետական պաշտպանության տակ են լինելու եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, ես հիշում եմ, որ իրենց մեջլիսի պատգամավորներից մեկը ասաց, պետք է մեր արևմտյան Հայաստանում ունենային կարգավիճակը, ինչպես Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանում էր, այսինքն պետական ստրուկտուրաներով, իրենց չգիտեմ այդ ինստիտուտներով եւ այլն։ Նրանք այդ ծրագիրը ունեն, պետական ծրագիրը, պետական հեռուստակայան ունեն արևմտյան Ադրբեջանի հետ կապված։ Ես չգիտեմ, Նիկոլ ինչով կգա, 10 տված սխալվեմ, բայց խորը մտահոգություն եմ, որ մի այդպես Պրագայի փաստաթղթի նման փաստաթղթ կարող է բերել, որովհետեւ այս ուշադրությունը, որ շեղում է հասարակության, տեսեք ինչ է անում, որ չանադառնանք դրան, դա շատ դուրս գործ է, այս վիճակում ինչ է կատարվում մեր տարածաշրջանում Հայաստանում, ինքը ինչ որ հարցեր է գցել շրջանառության մեջ, որ ինքը հետո կանադառնամ, բայց շատ կարևորագույն հարց է, ինչու ես գնում Թուրքիա, քիչ առաջ ասացի, այն Թուրքիան, որը քո ճշտամին է եւ քեզ կարողացել է գլխատել քո դե ֆակտո կայացած պետությունը։ Ես կարծում եմ առաջիկայում այդ հարցերը կստանան իրենց պատասխանները։ Ես լավ բան չեմ կանխատեսում, բայց բոլոր դեպքերում սպասենք մի քանի օրերի, կարծեմ այսօր վաղն մեկնելու Թուրքիա։ Հիմա անդրադառնանք եկեղեցու հարցերին։ Գիտեք, այսօր այստեղ գալուց լսում էի ազգային ժողովում մեծամասնության պատգամավորներից մեկի խոսքը, ուզում են ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի Արցախին անդրադառնալը կապ չունի Թուրքիայի հետ որոշակի պայմանավորվածությունների, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Իսկապես շատ լկտի ստում են, որովհետեւ նրանք, ովքեր ընթերցում են ադրբեջանական որոշ կայքեջեր, ռուսական կայքեջեր կան, որոնցից ես միշտ օգտվում եմ, Դեյաց, Ակինաց, Նյուզաց, էլի կայքեջեր կան, երբ Շվեյցարիայում վեհապարը ելույթ ունեցավ եւ խոսեց, թե ինչ կատարվեց Արցախում եւ ինչ վիճակում է այսօր Արցախը եւ ինչպես է մարդկությունը եւ ընդհանրապես քրիստոնեական աշխարհը նայում այս ամեն ինչին, առաջին անգամ շատ բարձր ամբիոնից նման բան հնչեց աշխարհում, դա բարձր ամբիոն էր։ Նույն օրը Դեյազում արդեն հարցակում եղավ, թե այս որ խոսում է խաղաղության պայմանագրի մասին, բայց եկեղեցին, որ հիմա կարևորագույն կառույցն է Հայաստանի, այդպիսի ռևանշիստական, այդպես են կոչում, ընդհանրապես որը է մոտեցում, որտեղ շրջանառվում է կամ խոսում է Արցախի մասին, դա ինչ աֆերիստություն է անում։ Այսինքն խոսում է խաղաղության պայմանագրի մասին, բայց եկեղեցին ասում է, մենք պետք է վերադառնանք Արցախ եւ պետք է Արցախի հարցը մնավորակարգում եւ այլն եւ այլն։ Այնինչ ասել է վեհապարը Շվեյցարիայում։ Այդ նույն օր, հաջորդ օրը արդեն Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց գուսակրոնության այդ վարկածը։ Կրկնում եմ, հաջորդ օրը, ես չգիտեմ, ինչքան էլ չգիտեմ, դուք կարող եք մտնել այդ օրերին կարդալ ադրբեջանական այդ կայքեջերը, կրկնում եմ, Դեյաց, Ակինաց, Նյուզաց եւ այլն։ Ես կարծում եմ, որ նաեւ ոչ միայն այդ լրատվամիջոցներով, ես կարծում եմ ուղիղ կոնտակտ է եղել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ, որոնք կողորտացել են Նիկոլ Փաշինյանի վրա, իսկ նրանք վաղուց ցույց են տվել, որ ծնկած է Նիկոլ Փաշինյանը իրենց առջև, Ալիևեն հայտնի տողերը հիշում եք, հա, Ալի Փաշինյան եւ այլն։ Եվ ասել են, ինչ է կատարվում, եւ ինքը հաջորդ օրը ասել է այդ հարցը լուծեմ եւ այդ հարցը լուծեց ժողովրդի ուշադրությունը շեղելով։ Շատ ավելի ազնիվ կլիներ, բայց որտեղ տղամարդկային որակից եւ քաղաքական որակից ընդհանրապես ինքը զուրկ է, որ ասի եղբայր, մենք գնում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրելու եւ չէի ցանկանա, որ եկեղեցին շատ մեղմ եմ ասում։ Նման դիրքորոշում ունենալ։
այլ հարցը, որ ես չեմ ընդունի, շատ-շատերը չեն ընդունի, բայց գոնե կտեսնես, որ քեզ հետ ինքը ազնիվ է, անկեղծ է, որ քեզ հիմարի տեղ չի դնում իր այդ գավառական աֆերիստության։ Եվ այսօր ամբողջ մի քայլածների խումբ ուզում է ասել, որ սա կապ չունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրելու հետ։ Եվ զգում ես, որ ասես մի կերպ են դա ասում, որովհետև իրենք էլ չեն հավատում իրենց ասածին, իրենք շատ լավ գիտեն ինչ է կատարվել։ Եվ գիտեք, ամբողջ ցավն այն է, որ երեկա մեր դիմադիր պատգամավորներից մեկը շատ ճիշտ ասաց, պարզվում է, որ լավագույն ուրոլոգն ու գինեկոլոգը Հայաստանում Նիկոլ Փաշինյանը, որտեղ մի անգամից այդ բուսակրոնության հարցը վերցրեց իր վրա եւ մանրամասը բացատրում է, թե ինչ է դա իրենից ներկայացնում եւ ինչպես պետք է ապրել։ Հա, ասեմ, որ այսօր առավոտ արտանում ես, նախ ուրեմն մտնում ես դիմագիր, Facebook եւ տեսնես ինչ է կատարվում եւ առաջինը էլի Նիկոլ Փաշինյան, թե ինչ մարդիկ, վեհապար եւ իչորելի անուն է տրվում, որ նրանք բուսակրոն չեն եւ այլն, այսինքն երում է տարածաշրջանը։ Մեղրիում կուտակվել են ներգաղթը իր բոլոր վտանգներով եւ բոլոր ամեն մի հարցով կուտակված է։ Հայաստանում տեսնում ենք ինչ է կատարվում, պատերազմը եւ այլն։ Այս ինչքան ժամանակ է երևի մի շաբաթից ավել ինքը ընկել է դրա հետևից։ Ինքը իսկապես եկեք չդիտենք, որ նա ինքը իսկապես անմեղսունակ եւ հիմար է, չէ՞։ Ինքը գավառական աֆերիստ է։ Ինքը գիտի ոնց ժողովրդի ուշադրությունը շեղի, ոնց գողանա ժողովրդի էմոցիան։ Իսկ այս հարցը որոշակիորեն ուզենանք թե չուզենանք, բուսակրոնության հարցը իսկապես որոշակիորեն կա մի հատված, որը կարևորում է դա եւ ճիշտ է անում, որ կարևորում է, բայց այդտեղ ամբողջ հարցն այն է, որ զուտ քաղաքական ենթատեքստով է դա, քաղաքական հարց լուծելով է դա, այսինքն այս պահին, այս ամենավտանգավոր պահին մեր պետության անվտանգային հարցերի այս շատ վտանգավոր պահին է դա առաջացավ, չէ՞։ Իհարկե, ես օրինակ ես այն մարդն եմ, որ գտնեմ, որ բարեվարկությունը պետք է բոլոր տեղերում ապահովվի, պետք է խոցելիություն չունենա։ Հասկանում եք, իսկապես դա քաղաքագիտական աքսիոմ է, ցանկացած հավաքականության կազմակերպական լավագույն ձևը դա անկախ պետականություն է, սա աքսիոմ է, սա նույնիսկ բացատրելու կարիք չունի, ապացուցելու չունի, բայց ձևն է, իսկ բովանդակությունը իսկապես պետք է լինի պետություն, որտեղ կա սահմանադրություն, որտեղ բոլորը ենթարկվում են այդ սահմանադրության եւ ապրում են այդ սահմանադրության օրենքներով։ Եվ դա մի դեպքում, եթե իսկապես կեղծիքը չկա եւ բոլորը ենթարկվում են բարեվարկության կանոններին։ Ես մեր ապագան, եթե մենք պետք է ապագա ունենանք, կներեք, որ այսպես եմ ասում, նկատի ունենալով նաեւ այսօրվա իրավիճակը, ես մեր պետության ապագան զորացում եմ, այլ այդ դեպքում եմ տեսնում։ Մեր պետությունը անհրաժեշտություն ունի արդար, ճշմարտացի ապրելու։ Իր բոլոր ստրուկտուրաներով, իր բոլոր ինստիտուտներով, այդ թվում նաեւ հոգեոր կառույցները։ Մի խոսքով չանդրադառնամ դրան, բայց այս պահին բնականաբար պետք է բոլորս համախմբենք եկեղեցու շուրջ, որովհետեւ ինքը ընդհանրապես քաղաքական հարց է լուծում, բացարձակ քաղաքական հարց է լուծում։ Քաղաքական ուժի ղեկավար, որի ժամանակ, որի պատճառով ես մի տարբեր արդյունքներով ասել եմ, 44 օրյա պատերազմը սադրել է Նիկոլ Փաշինյանը, չեմ ուզում շատ մանրամասն անդրադառնալ, երբ հայտարարեց Արցախ-Հայաստանի եւ վերջ, ամբողջ թուրք-ադրբեջանական տանդեմը միջազգային ամբիոնները մատուցեցին, որ եղբայր մի հավատացեք այս դեմագոգին, սա ոչ թե ազգային ինքնորոշման խնդիր է, սա ուղղակի օղային պահանջ է եւ լեգիտիմացրեցին հետագայում այն քայլերը, ես նկատի ունեմ 44 օրյա պատերազմը, ինչը հետագայում մեզ հասրեց այն օրվան ինչ-որ տեղյակ եք։ Ինչ եմ սա ասում, որովհետև այս մարդը, որը գլխատել է կայացած, դե ֆակտո կայացած պետություն, գլխատել է մեր 5000 զինվորներին, իր պատճառով գլխատվել են այդ զինվորները, որ բավականին ստորացրել է մեր պետությունը միջազգային ամբիոններով եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում, այսօր ուրիշ խնդիր չի տեսնում, ասում է դե պետք է այսօր քննարկենք բուսակրոնության հարցը։ Եվ գիրքն էլ հետման է տալիս, առանձին ցիտում է առանձին դրվագներ, սահմանադրությունը ցիտի, որտեղ գրված է, որ դու ազգի դավաճան ես, սահմանադրության վրա ամեն օր ոտքեր ես մաքրում, թքում ես ներողություն այդ սահմանադրության վրա, փոխանակ դու կարդաց սահմանադրությունը եւ ապրես այդ սահմանադրության կանոններով եւ ինքդ օրինակ հանդիսանած քաղաքացու համար, այսօր այդ ինչ գավառական աֆերիստությամբ ես զբաղվել, բայց ժողովուրդը հասարակությունը առավել ես քաղաքացին հասկանում է քո այդ քայլերը ուր են տանում եւ ինչի կարող են բերել։
Կրկնում եմ, Շվեյցարիայում վեհապարի ունեցած ելույթին ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից նրանց վերաբերմունքը այդ ելույթի նկատմամբ նրանք պարտադրեցին իսկապես չեմ կարող չասել այս ազգակործան վիժվածքին, որպեսզի լռեցնի եւ վարկաբեկի եկեղեցին։ Այստեղ վեհապարի մասին ինչ խոսք է գնում։ Եկեղեցունը, գիտեք, երբ եկեղեցու մասին մի առիթով ասել եմ, երբ հայտարարվեց այս ընտանեկան կապալի հարցներ նաև, ինքը եւ իր տիկինը, այսպես ասեմ, լավ թող տիկին լինի, երբ ասեմ մանկապղծությամբ են զբաղվում, անբարոյականությամբ, սրբապղծությամբ, ադրբեջանական այդ կայքերի ջերը մամուլը մի անգամից գրեց, որ տեսեք, այդ եկեղեցին մանկապղծ եկեղեցի է։ Գիտեք, եկեղեցիներ մասին խոսքը գնում, դրսում մեր եկեղեցիներն անդրադառնում, չեն անդրադառնում վեհապարին կամ չգիտեմ ինչ-որ եպիսկոպոսների եւ այլն։ Եկեղեցու մասին է խոսքը գնում, ինքը տվեց այդ հնարավորությունը, նրանք հայում վիրավորում էին, ձեռ էին առնում մեր եկեղեցուն։ Եվ այստեղ իսկապես երևույթի մասին է խոսքը, եկեղեցու մասին է խոսքը։ Եվ դրանով ինքը այսօր պայքարում է եկեղեցու դեմ, եւ որտեղ կրկնում եմ, չունի տղամարդկային եւ քաղաքական որակ, որ ասի, ես գնում եմ խաղաղության եւ եկեղեցին պետք է այդպիսի ուրեմն ելույթներ չունենա, վեհապարը կամ եկեղեցիականը ստում է եւ ուզում է ժողովրդի ուշադրությունը ինչ որտեղ տանել։ Հետո բնականաբար արդեն այսպես անցում Սամվել Կարապետյանի հարցին, որի այսպես ասած մեղավորությունը այն էր, այսպես ասած, որ ինքը ասեց ես սատարում եմ եկեղեցուն, նրա կողքը կլինեմ, եւ ամբողջ իր գործունեության ընթացքում սատարել է, օգնել է, ներդրել է եկեղեցուն Սամվել Կարապետյանին։ Եվ ընդ որում Սամվել Կարապետյանի կերպարը բոլորի շատ այսպես հիմնավոր, որպես ազգային բարերարի, որպես իսկական հայ մարդու, հենց Նիկոլ Փաշինյանը այդպես պիարարել, քարոզել։ Եթե նույնիսկ ոչ ոք չճանաչի Սամվել Կարապետյանին, բավական է այն Ստեփանակերտյան ելույթը հիշում եք, չէ՞, երբ Ռուբիկի Այրապետյան եւ Սամվել Կարապետյանի մասին դիֆերամներ էր զոնում նրանց ասեցին, դե տեսեք ինչ բարերարներ ունենք, ինչ մարդիկ են, որոնք այսպիսի ներդրումներ են անում Հայաստանում։ Եվ իսկապես որևէ պետություն, որևէ ազգ ուրախանար շատ կմեծարեր նման բարեգործների, բարերարների, ինչպիսին Ռուսաստանում իրենց գործունեությունը ծավալած եւ Ռուսաստանում շատ այդքան հայտնի դարձած այդ կերպարների մասին չեմ ասում Ռուսաստանում, ես բավականին ժամանակ աշխատեցի դիվանագիտական աշխատանքի մեջ էի Ռուսաստանում եւ տեսնում էի, թե ռուսական այս բարձր վերնախավը իսկ հանդիպումների հնարավորություն միշտ լինում էր, ինչպես էին արտահայտվում Սամվել Կարապետյանի մասին։ Բայց պետք է ասել այնինչ հիմա կատարվում է Հայաստանում, այդ համախմբումը ոչ թե պատճառը Սամվել Կարապետյանը, այլ Սամվել Կարապետյանը առիթ է։ Ինչը ես նկատում եմ, որովհետև գիտեք ինչ է կատարում այսօր ընդդիմադիրի դաշտում։ Մեկ էլ հայտնվեց մեկը, որը իր կերպարով կարողացավ բոլորին համախմբել իրար կողքի։ Կարևորագույն բան եմ ասում։ Ես օրինակ նախորդ օրը երբ Սամվել Կարապետյանն տան շուրջ հավաքվել են, ես եղա, տեսա մարդիկ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, տարբեր ֆրակցիաների, որ շատ ներողություն մեկ, ասենք, էլ գողփիսո, էլ քյաչաշուն են իրար անվանում, այնտեղ հավաքվել էին, կանգնել էին։ Եվ ոչ միայն առանցին անհատներ, քաղաքական դեմքեր, մարդիկ վերջապես։ Եվ իր կերպարի այսօրվա կարևորությունը այն է, որ ինքը կարողանում է համախմբվել, եւ այն էներգետիկան, որ կա, պետք է կարողանալ հաշվի նստել այդ էներգետիկայի հետ։ Ես չգիտեմ Սամվել Կարապետյանը քաղաքական ինչ-որ բաներ ունի, թե չունի, բայց ինքը կերպարը, որը կարողանում է համախմբվել, կարողացավ համախմբվել, եւ այդ համախմբումը պետք է կարողանալ պահել։ Եվ այս առումով, գիտեք, մի քիչ չեմ ուզում շատ դարձակվել, եթե այսօրվա ընդդիմությունը չօգտվի այս իրավիճակից, երբ հայտնվել է մեկը, որ կարողանում է բոլորին կողքի կանգնեցնել եւ ինքը պատահական չի, ինքը որոշակիորեն ստորագրություն ունի, թե ռուսական իրականության մեջ, թե Հայաստանի պատմության իրականության մեջ, եթե չամախմի եւ չգիտակցի, իսկապես մի անգամ եւս ամոթով կասեմ, որ մենք մեր ազգը արժանի այս վիճակին։ Եվ պետք է խնդրեմ, պետք է հորդորեմ, պետք է պահանջեմ ընդդիմությունից, որ այս պահին պետք է վերջ տալ, այս պահին պետք է վերջ տալ բոլոր խժդժությունները, որը տանում է պառակտման։ Այս տարի քիչ հետո կանադառնամ դրան մեկ օրակարգ կա, ինչպես ազատվել այս ազգակործան հրեշից, դրա համար ինչ անհրաժեշտ քիչ հետո կանադառնամ։ Գիտեք, ամբողջ խնդիրը այն է, որ եթե մենք խոսում ենք
պետության քիչ առաջ ասացի, որ անկախ պետականությունը բարձրագույն արժեք է եւ ցանկացած հասարակության տակ լինի վրացիներ, ռուսներ, ամերիկացիներ, չգիտեմ ովքեր, այդ հավաքականության կազմակերպման լավագույն ձևը, այդ բովանդակությունը պետք է ունենա համապատասխան բովանդակություն, քիչ առաջ ասացի կառույցների մասին։ Ցավոք սրտի մենք կարողացանք 90-ականների սկզբներին ստեղծել այդ ձևը, այսինքն անկախ պետականության, որովհետև իմ հասակակիցները կամ Գերագույն խորհրդի պատգամավորները հիշեին, թե ինչպես է մեծ աշխարհը գնահատում, պետք է հիշեին, առանձնացնում էին այս տարածաշրջանում որպես թե ժողովրդավարության, թե զոր, փոքր բայց զոր պետություն իր բանակով, բայց ցավոք սրտի մենք չկարողացանք այն մեծ առավելությունը, որ ունեինք, իրացնեինք եւ այսօր ծիծաղելի է այսօրվա ազգային ժողովը համեմատել Գերագույն խորհրդի հետ, շատ ծիծաղելի է, մի փոքր դետալ պիտի ասեմ, գիտեք, այդ Գերագույն խորհրդի առավելությունը նա էր, որ բոլորը եկել էին Գերագույն խորհուրդ ունենալով որոշակի ստորագրություն տարբեր ոլորտներում, այսինքն չէին եկել այնտեղ, որ ինչ-որ ենթարկվեին մեկին կամ ինչ-որ ուսապարկ դառնային ինչ-որ մի քաղաքական ուժի կամ անհատի, մեկը ասենք հայտներ որպես գիտության աշխատող, մեկը արվեստի աշխատող, մեկը լրագրող, մեկը ֆիզիկ, մաթեմատիկ, նույնիսկ այսպես ասեմ, այդ փողոցը կարգավորող տղերքը, չգիտեմ, այդ հեղինակությունները, այսպես ասենք, նույնիսկ նրանք ունեին որոշակի հեղինակություն ընդհանուր ընկալման առումով, որ կարողանում էին ինչ-որ կարգի բերեին, չգիտեմ, այս ուզում եմ ճիշտ հասկանաք որոշակի հարցեր։ Այսօրվա այս ազգային ժողովի այս կերպարի, հավաքական կերպարի ամբողջ հարցն այն է, որ հիմնականում հատկապես մեծամասնության մասին է խոսքը, հայտնվել են ազգային ժողովում մարդիկ, որոնք բացարձակապես կապ չունեն այդ մարմնի հետ, բացարձակ, նույնիսկ մարդիկ կան, որոնք աշխատանքային գրքույկում առաջին լրացնված տողը եղել է ուրեմն ազգային ժողովի պատգամավոր եւ այդ տեսակը բնականաբար մտածում է, եթե ես հայտնվել եմ ազգային ժողովում, ուրեմն ես խելոք եմ, եթե խելոք եմ, ուրեմն պետք է ինչ-որ բաներ ասեմ, պարտադրեմ։ Իհարկե նաև ընդդիմության մեջ կան այդպիսին։ Ես պետք է նաև այստեղ ասեմ, որ երբեք ընդդիմությունը 1/3 չի ունեցել խորհրդարանում։ Երբեք։ Սա առաջին դեպքն է։ Հիշում եմ, որ առաջին ազգային ժողովի առաջին գումարումը 95-99 թվերին, որտեղ նաև ես կայի, 9 պատգամավոր կար ընդդիմության, 3 ԱԺՄ, 5 ԱԺՄ, 3 ԱԻՄ եւ 1 դաշնակցություն, 1 ներկայացուցիչ դաշնակցությունից, դաշնակցությունը այդ ժամանակ կասեցված էր։ Եվ մենք իսկապես միասնաբար ինչ-որ խնդիր էինք լուծում եւ կարողանում էինք իրականացնել։ Չեմ ուզում շատ անդրադառնալ, ուզում եմ ասել, որ երբեք չի ունեցել 1/3 ընդդիմություն եւ հավատացեք, երբեմն նեղանում են։ Այս վիճակի պատասխանատվությունը նաեւ կրում է այսօրվա ընդդիմությունը, ընդդիմության լոկոմոտիվը, որը գտնվում է ազգային ժողովում։ Այո, դա այդպես է, դա էլ է աքսիոմա։ Եթե չեն կարողանում կանխել իշխանության այս վայրագությունները, այս ազգակործան քաղաքականությունը, ընդդիմությունը եթե չի կարողանում կրկնում այսքան քանակություն ունենալով, ուրեմն պետք է հասկանալ, որ խնդիր ունի ընդդիմությունը իր ներսում։ Չեմ ուզում շատ զավալվել դրանում, բայց հորդորս կրկնում եմ, եթե կուզեք խնդրանքս, այս պահին դուք մի կողմ դրեք ձեր տարաձայնությունները։ Այս պահին պահ է ստեղծվել, որ մենք կարող ենք համախմբվել եւ ոչ ասել այս իշխանությանը մեղմ ասած։ Թե ինչպես, հիմա կասեմ։ Ես տարբեր առիթներով ասել եմ։ Ամեն միջոցի դիմելով պետք է ուրեմն ազատվել այս իշխանությունից եւ երբեմն ասում են դա այդքան փորձ ունի, չգիտեմ, քանի մի 4 անգամ տարբեր գումարումների պատգամավոր եմ եղել, դիվանի գիտական բավականին երկար տարիներ աշխատանքի եմ եղել եւ ասում են ո՞նց եք դուք թույլ տալիս այդպիսի արտահայտություն։ Մեկ անգամ եւս ասում եմ ամեն միջոցով պետք է ազատվել այս իշխանությունից։ Ամեն միջոց ասելով ես նկատի ունեմ քո սահմանադրությունը քո ձեռքից արել է, քո իրավունքները քո ձեռքից արել են։ Այդ առանց սահմանադրության, որտեղ սահմանադրության հերնանիցել են, օրենքների վրայով թռել են։ Ես նկատի ունեմ հատկապես վարչապետի արդյունքը զբաղեցնող անձին, դու այսօր սահմանադրություն չունես, եւ քո սահմանադրությունը վերականգնելու համար պետք է այո նրանց քշել իշխանությունից, այս բառը պետք է օգտագործել։ Նրանցից պետք է ազատվել եւ հասկանում եք, նույնիսկ մեր սահմանադրության եւ քրեական օրենսգրքի 10 հոդվածներ ես ստույգ գիտեմ ուսումնասիրել եմ, ինձ օգնել են
պրոֆեսիոնալ իրավաբանները, միջազգային առնվազն 3 նորմեր կան մարդու իրավունքներին վերաբերող, թվարկեմ 48 թվականի ամենաթանուր հռչակագիրը մարդու իրավունքների, 50 թվականի Ռոմի Եվրոպայի հռչակագիրը եւ վերջապես 87 թվականի Ստրասբուրգյան հայտնի մարդու իրավունքներին նույնպես վերաբերող հռչակագիրը, նրանք մեզ ոչ միայն իրավունք, այլ պարտավորում են, ասեն, որ քո իրավունքները եթե խախտում են, եթե քո սահմանադրությունը խախտված է, եթե քո սահմանադրությունը խախտելով գլխատված է, առավել ևս մեր մասին է խոսքը, գլխատված է Արցախը, քո սահմանադրությունը խախտելու պատճառով այսօր ստորացված է քո պետությունը, գլխատված են քո զինվորները, ինչ սահմանադրություն, այսինքն, որպեսզի դու կարողանաս սահմանադրությունը փրկել, պիտի այս վիժվածներից ազատվես։ Դրա համար կրկնում եմ, այս բանը պետք է օգտագործել եւ բավական իսկապես մի 70-80 հազար հանրահավաքի մասնակից, հանրահավաք այդ քանակությամբ, որտեղ մեկ արծ պետք է լինի, մեկ օրակարգ հավաքվել ենք, որպեսզի պարտադրենք այս իշխանության բնականաբար նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այո, այդ ճշմարտակ կարելի է պարտադրել։ Եթե չի պարտադրվում, եթե հրաժարական չի տալիս, եթե կարդում ես, ասում ես դու սահմանադրության SSS հոդվածները խախտել ես, դու միջազգային նորմերի SSS հոդվածները խախտել ես, դու այլևս իրավունք չունես ղեկավարել, այո, պետք է մտնել սենյակ եւ ակաշներից բռնել եւ դուրս շպրտել դրանց։ Հատկապես այս երկուսին Ալեն Սիմոնյան եւ Նիկոլ Փաշինյան, որոնք կրկնում եմ, դրանք ազգի եւ պետության ճշտամիներ են եւ դավաճաներ։ Չեմ ուզում շատ մանրամասն ասել, ուղղակի հիշեք, Նիկոլ Փաշինյան 1992 թվականի հուլիսի 8-ի սահմանադրական մեր որոշում օրենքը, որ երբեք ուրեմն Արցախը որևէ պետության կազմում պետք է ուրեմն չնշվի, խախտել է ինքը, եւ վերջապես 22 թվականի հոկտեմբերի 6-ին, որ ամբողջացվեց կապիտուլյացիան, հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Էլ չասած, որ այն պարզ անկես խոստովանությունը, որ ասած ես այս 5000 զինվորին զոհել եմ, որպեսզի կարողանամ պահել իշխանությունը եւ ինչ չասեն ճշտամի։ Մենք կարող էինք այս իրականությունը ունենալ, չնայած ես կարծում եմ այս տխուր իրականությունը չէինք ունենա, մի քիչ այլ իրականություն կունենայինք, այսինքն ասում եք կարող էինք ունենալ առանց 5000 զոհի։ Այսքանը բավարար է այս կետը, այս մի որ հասկանաս, որ ինչ-որ այուն ռուշտ մի կենթանու հետ գործ ունես, որ իշխանության համար պատրաստ է ամեն ինչ։ Էլ չասած այն խուլիգանական կերպարները, հայրենիքները որ տալիս է։ Եվ մյուսը էս Ալեն Սիմոնյանը, այս Ալեն Սիմոնյան կոչված է կարծես թե ամեն ինչ անում է, որ ասի ժողովուրդ ինձանից շատ զզվեք, ես շատ անբարոյական եմ, ես շատ այլասերված եմ։ Ամեն քայլ անում է, եւ ես երկու օր նայում եմ ազգային ժողովում, ստիպված եմ նայում, թե ինչ է կատարում դրա ելույթները իսկապես այդպիսի այլասերված կերպար, այդպես սրբապիղծ բարոյագզուր կերպար, կրկնում եմ, ահագին մի քանի գումարումների պատգամավոր եմ եղել։ Ոչ մենակ ղեկավարության շրջանակում չեմ տեսել, այլ ազգային ժողովում ընդհանրապես չի եղել։ Չի եղել։ Եվ սրանց պետք է ազատվել։ Ես տեսեք, ես ասում եմ, դուք ազգի թշնամի, մեր պետության, մեր հայրենիքի դավաճան եք դուք։ Եթե մի քիչ քաղաքական, առավելևս տղամարդկային որակ ունեք, ես հրավիրում եմ բանավեճի։ Շատ, այսպես ոսկեղենիկ հայերենով, շատ հանգիստ սահմանադրության նորմերը ցիտելով, միջազգային իրավունքի նորմերը ցիտելով, բացատրեմ, որ իսկապես դուք կործանեցիք այս պետությունը։ Ձեր պատճառով գլխատվեց Արցախը։ Դուք չեք գա։ Դուք չեք գա։ Ձեր համար ամենավտանգավոր մարդիկ գիտեք ովքեր եք։ Ովքեր որ այսպես ձեր ասած նախկինների կարգավիճակը ունեն, բայց չեք կարող նրանց ասել, չգիտեմ, թալանչի, կոռուպցիոներ, չգիտեմ ինչ։ Դուք սարսափում եք այդ մարդկանցից։ Այդ որ ասում եք, ես հրավիրում եմ նախագահներին բանավեճի, նախագահները 3-ն էլ դու անգրագետ ես, Նիկոլ Փաշինյան։ Ինչ պիտի նրանց հետ խոսես։ Ինչ պիտի խոսես նրանց հետ։ Բայց չէ, ինչ արդյոք բարձրացնեն, մեկը գնաց։ Թալանել եք, տարել եք, կոռուպցիա եւ այլն եւ այլն։ Դու տգետ ես բացառիկ քաղաքական առումով։ Հիմա ես ասում եմ, ուզում ես բանավիճ ես, ուզում ես ես բացատրեմ, որ դու իսկապես թշնամի ես, որ շատ ծանր է լինելու ապագան, կամ են այլասերվածի Ալեն Սիմոնյան կոչված, ես հրավիրում եմ բանավիճի, ուզում եք միասին եկեք, ուզում եք առանցին եկեք, նույնիսկ Պետրոսի մոտ եմ համաձայն, բայց դուք չեք գա, որտեղ ոչ քաղաքական, ոչ տղամարդկային որակ ունեք։ Դուք քաղաքական տրանսգենդերներ եք, որի իշխանության ասնելու համար տարբեր օրվա քաղաքական կուրսով ձեր դիրքորոշումները փոխել եք, իսկապես տրանսգենդերներ եք դուք։ Եվ այսօր կործանում եք մեր պետությունը, դուք չեք գա։ Բայց ցավալին այն է, որ
այս մեր կառույցները, պետական կառույցները փոխանակ այս երկուսին եւ էլի շատ մարդկանց այսօր բանտում պետք է նրանք լինեին, նրանք ապահովում են նրանց գոհությունը։ Եվ պետք է ինձ ներեք, դուք արգելի հեռուստադիտողներ, ինքը այն ինչ որ հոխորտած, այն հավիակները որ տվեց, հա, Նիկոլ Փաշինյանը, ինքը մինչև հիմա շատ սահուն, այսպես իրականացնում է։ Ինչ էր ասում։ Պետք է մեկ անգամ ներողություն խնդրեմ։ Հիշում եք, երբ արդարեցին ինչ կանես ընդդիմության հետ, ասեց բռնելու եմ շինան։ Հիշում եք խորհրդարանում, երբ պատասխանում էր կին ընդդիմադիր պատգամավորի հարցին, այսպես իր օդե խանգարված վիճակի մեջ, առանց ամաչելու ասեց, եթե պետք է լինի մատից փոխարին ուրիշ բան թափ կտա։ Հետո ուրի համբալ անվանեց։ Այս կառույցները փոխանակ այս սրիկային, այո սրիկային, ես այդ բառը պետք է օգտագործեմ, մեկ ինձ ասում են մի քիչ կոպիտ ես արտահայտում, չէ, ես էլ եմ կրկնում, ոսկեղենիկ հայրենին իմ չափով տիրապետում եմ, բայց այսպիսի խուլիգան, փողոցային լակոտի բառապաշարով երբ խոսում է քաղաքացու հետ, ընդդիմության հետ, ես դրան ոնց պիտի դիրեմ։ Պետք է ասեմ, այո դու սրիկա ես, որ նման բառապաշարով ես խոսում քաղաքացու հետ, ընդդիմության հետ։ Եվ եթե նրանք իսկապես այդ իշխանությունները, այդ կառույցները այսօր իշխանության, այսպես փալաս են իշխանության, բարձր այդ նշանձողում հայտնված իշխանությունների համար։ Նրանք փոխանակ պատժեին, նրանք ոչ թե պատժում են, խրախուսում են։ Այն գիտեք ճակատագրի հեգնանք է, հիմնական ուժային եւ դատաիրավական կառույցների ղեկավարները այսօր կանայք են։ Դատախազություն, արդարություն նախարար, ներքին գործերի նախարար, այն դատախազի մասին չասեմ, որ այդպես էլ մնաց որպես Նիկոլի օգնական եւ բարձր իշխանավորներին պես հնարավորություն է ստեղծում, որ մեր պետության եւ քաղաքացիներին անցեն։ Մենակ այդ մի օրինակը, որ շատ է ասել, պիտի բերեմ, թքում է ազգային ժողովի նախագահը քաղաքացու վրա, ինքը ասում է դե միջազգային հարաբերություն է։ Բացառիկ տգետ պիտի լինի իրավաբանության հետ կապ ունեցող մարդը, որ չտեսնի, որ երկու առնվազն հոդված կա։ Քրեական, մեկը մարդու իրավունքների կոպիտ խախտում, եւ մյուսը պաշտոնական դիրքի չարաշահում, բայց ասում է չէ։ Այս Նիկոլ Փաշինյանի ամբողջ արածները, ինչ որ եղել է սահմանադրության սահմանադրությունը խախտելու հետ կապված, այս ոստիկանության պապվածքը, որի ոստիկան չեմ ուզում ասել, այդ գազանությունները, որ անում են մարդկանց հետ, այն մեկը փախավ, չէ՞, այն ինչ էր Արամ Հովհաննիսյանների ինչ էր, որ լակոտ էր անվանում հավաքի մասնակիցներին, համբալ էր անվանում Սրբազանին, Բագրատ Սրբազանին։ Այսինքն դուք ով եք, դուք ծնվել եք, որպեսզի ծառայեք, որպեսզի այս իշխանությունների ձեր վրա ոտքերը մաքրեն եւ մաքրում են, ամեն օրվա, ամեն ժամյա ռեժիմով են մաքրում։ Եվ սրանք փորձանք են մեր պետության համար։ Եվ իրանք միշտ կարողացել են արդարացնել, եւ քիչ առաջ որ ասացի Նիկոլ Փաշինյանը իր այդ հավիակները փողոցի խուլիգանին արիր հավիակները իրականացնում է սրանց միջոցով։ Այդ երկուսն էլ եւ ցավոք սրտի այս երկուսն են ներկայացնում մեր պետությունը։ Սրանք իսկապես տղամարդկային որակի զուրկ երկոտանիներ են, սրիկաներ են, այո։ Չեմ կարող ուրիշ բառ ասել։ Ինչ։ Ես որ հիշում եմ իրենց հավիակները, ինչ թույլ չեմ տա այդ հավիակներին պատասխանել, բայց իմացի, որ այդ հազարավոր մարդիկ, 100,000 մարդիկ հազարապատիկ այդ հավիակները առած ձեզ են վերադարձնելու։ Եվ չի բացառում, այս իշխանությունների պապկեցվածքը ժողովրդին քաղաքացուն մղում է վրեժխնդրության։ Պետությունը, որովհետև չի պատժում սրանց։ Քաղաքացին, այո, կարող է հենց այս բառը պիտի օգտագործեն, հենց փողոցում վաղը սատկացնեն իրենց։ Այո, որովհետև հատկապես այս ազգային ժողովի նախագահ կոչվածը այնքան ստորություններ է առել մարդկանց նկատմամբ, որ իսկապես իշխանությունները այդ կառույցները պաշտպանում են նրան եւ պետք է պատասխան տա։ Իմ օրինակը բերեմ, ուրիշ օրինակ չբերեմ։ Ինքը ինձ զրպարտել եւ վիրավորել է, դիմել եմ դատարան։ Դատարանում ինչ որ մի հատ Գրիգորի, եսի ինչ ան, մի հնգստացող դատավոր, չեմ ուզում մանրամասն անդրադառնալ, մոտավորապես արդարացնում է, որ նա ինձ զրպարտել եւ վիրավորել է։ Դիմել եմ ԲԴԽ եւ արդարացության նախարարություն։ Ես գիտեի, որ չեն անի, բայց որպեսզի այսօր այսպես խոսեմ, ելու նույն ձևով արդարացնում են այս սրիկայի պապվածքը։ Ազգային ժողովում ելույթ եմ ունենում քննարկումների ժամանակ
եւ վերլուծում եմ որպես քաղաքական գործիչ ստեղծված իրավիճակը եւ նաեւ Ալեն Սիմոյան կոչվածը, որը դավաճան է իսկապես պետության, նաեւ նրա կերպարն եմ վերում մտցնում այս ստեղծված իրավիճակի մեջ։ 2 ժամ հետո հանգիստ արդեն քայլում եմ ազգային ժողովում, չգիտեմ, բուֆետում եմ եղել, նախին ծառուտների եմ տեսել, մեկ էլ մոտենում է ՊՊՑ-ի մարդիկ, բռնուժումից դուրս են անում։ Ընդ որում որ ախր ինչ էր եկել լեզվից։ Այս մարմնավաճառը հաստատ գիտի, որ ՊՊՑ-ն պետք է ապահովի ազգային ժողովի անվտանգությունը։ Ինչ ասես սրան։ Բայց իսկապես մաղում են վրեժ լուծել այսպիսի սերիկաներից։ Ինքը ինչ է լինելու է։ Չերկարացնեմ։ Ես գտնում եմ, եթե ընդդիմությունը համախմբվի այս պահին, կա հրաշալի առիթ, դա Սամվել Կարապետյանն է, որը կարողացավ իր կերպարով համախմբել թե քաղաքական ուժերին, թե քաղաքական գործիչներին, թե մարդկանց։ Ի վերջո մարդ, որի կերպարը իսկապես ընկալել է մեր ժողովրդի համար, հասարակության համար եւ շատ-շատերի նկատմամբ ունեցել է իր վերաբերմունքը, օգնել է եւ այլն, չմանրամասնեմ։ Պետք է մի կողմ դնել եւ գնալ։ Փակել, բավական է, մեկ օրակարգով կարողանալ հավաքել ժողովրդին, կրկնում եմ, այդ ավել պակաս, չգիտեմ, դասախոսություններ կարդալ, նորից բացատրել, թե ինչ սերիկա է, ինչ սրբապիղծ են այսօրվա իշխանավորները եւ այլն, պետք չէ այդ մասին։ Մեկ օրակարգ գնում ենք, պարտադրենք հրաժարականը։ Ես կրկնում եմ, նաեւ ասում եմ, բա ինչ կանենք, ծրագիր կա, այո, ծրագրեր կան։ Առնվազն ես մի ծրագրի եմ ծանոթ եւ այդ մի քանի անգամ հրավիրել են մասնակցել եմ, հայոց ծրագիր, որ մի 3-4 տարի է մշակում են, փայլուն ծրագիր է, էլի ծրագրեր կան։ Ծրագրեր ունենք մարտավարական, ռազմավարական, կար ժամանակվա հատվածի հետ կապված ժամանակավոր կառավարության եւ ընդհանրապես ծրագրեր կան։ Միայն անհրաժեշտ է ձևավորել վերկուսակցական մի թիմ, մի 11-13 հոգյանոց, որը կարողանա դանդաղ շտապելով կարողանա ծրագրել թե ինչ է անելու, հավատացեք։ Նիկոլ Փաշինյանը զգում է, ոտքի տակից հողը գնում է։ Այստեղ պետք է ասեմ, որ երբեմն խոսում ենք նրանց վարկանիշի մասին, իսկապես իր վարկանիշը այսօր այն շրիշակի մակարդակին է, բայց ոչ թե դա ընդդիմության շնորհիվ է, այլ իրենց ընտանեկան կապալի, կին եւ ամուսնու պապվածքի, այդ նորաձև կրթվելու այդ խեղճ կադրակցության հետ կապված, որտեղ պարզվում է, կան նորաձև կրթողները կարող են ժողովրդին քաղաքացուն անվանել ոչիլ, անասուն, սրիկա, էշ, իրենց բառապաշարն է դա, իրենց բառամթերքն է նորաձև կրթվածների։ Եվ նրանք իսկապես իրենց հենց այդ իշխանության վարկանիշի հիմնականում, որ կարողացել են այդ մակարդակին հասցնել, հենց իրենց պապվածն է։ Այսօր էլ գիտեք, իսկապես այդքան փորձ ունենք, հա, մենք այդ նորաձև կրթությունը ասում են, ով է ֆինանսավորում, բա պետությունը։ Ուրեմն նախաձեռնել է Աննա Հակոբյանը։ Պետությունը ինչ գործ ունի իր հետ։ Լավ, պետությունն է նախաձեռնել, բայց ինչքան գումար է ծախսում, դա պետական գաղտնիք է, դուք թալանում եք։ Դուք թալանում եք ժողովրդին։ Դուք խոսում եք կոռուպցիայից, թալանից, բայց ձեզանից շատ ակնհայտ եւ լկտի թալանչներ չկան։ Դուք շատ գիտեք դա ինչով է, որտեղ դուք չտեսեք եղել։ Չեմ կարող ես մի նախադասություն չասել, երբ ծանոթանում ես այս Նիկոլ Փաշինյանի կենսագրությանը, բոլորը գիտեն։ Իսկապես ինքը փող է գռփել։ Այն ժամանակ, որ լրագրող էր աշխատում, շատ օրինակներ կան, թե ինչպես է կարողացել փող գռփել գործարարներից եւ այլն, բայց մի դետալ պետք է պատմեմ, մի ուրեմն բանի մասին պետք է պատմեմ, որը շատ այսպես խարակտերնի է, շատ իր կերպարին հարիր է, ինձ պատմել է իր աշխատակիցներից մեկը։ Ես իրենից թույլտվություն վերցրել եմ, որ այդ մասին պետք է պատմեմ, եւ կարողացել է այս կերպարը ազգային ժողովի պատգամավորին, որը ֆրակցիա էր ղեկավարում, համոզել կամ այսպես հորդորել, ահաբեկել, որպեսզի ինքը այդ խմբակցությանը չանդրադառնա, պետք է ամիսը $2000 լուծի։ $2000, պատկերացնում եք։ Եվ կոնկրետ ֆիքսել է օր, այսինքն ամսվա առաջի 4 օրվա ընթացքում պետք է մուծվի։ Եվ եղել է դեպք, որ 4-ին չի մուծվել, պիտի ասենք 5-ը վերջի օրն է, պայմանական ասեմ, բայց ֆիքսված օր է եղել։ Այդ միջնորդի միջոցով, որը պատմել է ինձ այդ փաստը, ասել է, եթե այսօր մինչև ժամը 12-ը $2000 տեղ չհասնի, վաղը հրետանեցել եմ խմբակցության։
Եվ այո, այդ գիշեր ժամը 11:30-ին այդ $2000 փոխանցվել է այս վժվածքին, այս չտես, այս գավառական աֆերիստին, որ այսօր ղեկավարում եւ ներկայացնում մեր պետությունը։ Իդեպ հայելու աշխատակիցներին էլ կարող եմ ասել, եթե անհրաժեշտություն կա, կարող եմ իր հետ պայմանավորվել, հասցեն տալ գային կպատմի այդ մասին։ Եվ մեր ողբերգությունն այն է, որ այսպեսի մի ագա չտես, մանկություն չտեսած, չարությամբ պրկված այս սիրիկան մեզ ղեկավարում պետք է ազատվենք։ Բարերիս համար ամեն անգամ իմ մտերիմները ասում են չկոպիտ բարեր ես օգտագործում եւ այլն, չէ։ Ես օգտագործում եմ այն բարերը, ինչն իրենք արժանի են։ Եթե ինքը կարող է ասել ես բռնելու եմ ընդդիմությանը շինեմ, կներեք որ երկրորդ անգամ եմ ասում։ Ես էլ դրան ինչ եկել լեզվիս։ Այս սերիկաներից պետք է ազատվել ամեն գնով։ Եվ դա սահմանադրական պահանջն է, մեր իրավունքը միայն չի պահանջն է, եւ դրան մենք պետք է հասնենք միասին։ Այսօր այսքանը, շնորհակալություն, բարին ընդ ձեզ։